Իսրայելը ունենալու է ինչ-որ չափով լուրջ կորուստներ, եւ Իրանն է պատրաստվել այդ պատերազմին, եւ Իսրայելն է պատրաստվել։ Բաղ է դեռ ասել, որ Իսրայելը հաղթելու է կամ դեռ Թրամփը ունի այդ լծակներից ամեն ինչը կանգնեցնելու։ Ոչ մի խնդիր, եթե մտքին դրես կանգնացնի։ Քինկաս Սյունիքից աջարյա ստանալ, հա։ Իհարկե։ Ադրբեջանի կամայական տատանումը իր համար մահացու կարալն է։ Եթե որևէ պահարանի մեջ կան կմախքներ, մի բացեք հիշելով թեկուզային, որ առաջինը ձեր վրա են լցվելու այդ կմախքները։ Մի բացեք այդ դուռը։ Փաշինյանն եք ասում։ Հա, իհարկե։ Եկեղեցին հարվածի տակ անգնում այն ժամանակ, երբ որ հարվածում են կաթողիկոսին, ուղիղ կաթողիկոսին, որտեղ նա միաբևեռ կառույց է։ Փաշինյանը պատվեր է կատարում, այսպես դուրս եկավ։ Ես չեմ տեսնում ուրիշ բան։ Ոչ ինչ են սպանել Հռոմի պապերին, որտեղ հնարավոր չի անելը։ Թե չէ կհանեին էլի։ Ինչ են սպանել Հռոմի պապերին։ Մեր մոտ բանը Խորեն Մուրադբեկյանին ինչ են սպանել։ Ժողովրդի որ տոկոսն է համաձայն կաթողիկոսի հեռացմանը։ 16 իշխանությունները գալիս են ու գնում, եկեղեցին հավերժ է եւ Տեր է կանգնում իր հոտին։ Մտավորականությունը մոտենում է նրան, ինչը պետք է վախեցնի մեր իշխանություններին։ Փաշինյանը չի դադարում գրառումներ անել վեհապարի մասին։ Նրան արդեն ավազանի անունով է կոչում։ Սպառնում է փոխել կաթողիկոսին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր այս թեմայի եւ Իրան-Իսրայել այսօր արդեն սկսված մինի պատերազմի մասին կլսենք գիտնականի տեսակետ։ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Խաչատրյան, ինչպես մնա շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Նախատեսել է, որ մեր զրույցի հիմնական թեման պետք է լինի այնինչ ասացի նախաբանում, բայց սկսենք ավելի թարմից, հա, այսօր առավոտյան եղավ փոխադարձ հարվածներ, սկսեց Իսրայելը, շարունակեց Իրանը եւ դատելով քանակից, մասշտաբից հաստատ այն վերջին հարվածից ավելի լայն մը դեռ լայնածավալ պատերազմի մասին խոսք չէ, բայց ավելի ուժեղ է բարձրաստիճան զինվորականներն ընդհանուր սպանվել եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը հաշվի առնելով գումարած լուրերը, ոչ թե լուրերը, փաստը որ այս բանի Նախիջևանում թուրք-իրանական լայնածավալ թուրք կներեք ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները մեր սահմանին ինչով է նախ ինչպես կզարգանան այնտեղ իրադարձությունները ձեր կարծիքով եւ ինչով է սպառնում սա մեզ։ Գիտեք, ես իմ մտահոգությունն այնպեսին է, որ չնայած մաս մեդիաների առավել բազմությունը խոսում է այն մասին, որ Ամերիկայի հետ համաձայնեցված է, Ամերիկայի հետ համաձայնեցված, բայց այնքան շատ են այդ բանն ասում, որ ես սկսում եմ կասկածել դրանում։ Երբ որ մի բանը հա ասում են ու ասում են ու ասում են, իսկ թվում է դրանով փորձում են ուղղորդել գործի ընթացքը։ Ես ինչի եմ դա ասում, որովհետև երևի բոլորը կհիշեն, որ ընդամենը վերջերս 4 լրտեսներ ձերբակալվեցին, մի մասը գործից ազատվեցին, նույնիսկ մակում ներկայացուցիչ եւ այլն, որովհետեւ ի օգուտ Իսրայելի լրտեսել էին ամերիկյան կենտրոնական հետախուզական, ընդհանրապես հետախուզական կազմակերպությունների ներսում։ Սա այնպիսի գործ չի համար, ինչպիսին է Թրամփը, յուրօրինակ ահազանգից բացի պատվի խնդիրել է ինչ որտեղ եւ ես մտածում եմ, որ այսպիսի գործերի ընթացքը երևի թե Իսրայելում պանիկայի հետևանք լինի, որ ինքը գնում է ամենածայրահեղ քայլերին, որպեսզի Ամերիկան ուզի հրեական լոբիի ազդեցության ներքո, որոնք ներքաշվի այդ պատերազմի մեջ, երբ որ Ամերիկան դուրս է բերել այնտեղ, գիտեք, այստեղ խնդիր կա, հիմա Իսրայելը ունենալու է ինչ-որ չափով լուրջ կորուստներ։ Ինչու՞, որովհետև Ամերիկան դուրս է քաշել տարածքից Թրամփի անձնական ուղակի հրամանով ավիակիրները։ Մի բան է, երբ որ ավիակիրները կանգնած են նրանց վրայից բարձրանում են այդ ինքնաթիռները եւ Իրանի սահմանից հենց մուտք են գործում, ուրիշ բան է, որ դրանք պետքա Իսրայելի տարածքից գնան, այնտեղ ռմբակոծեն, հետ գալուց պետքա բարձրանան այդ լիցքավորող այդ ինքնաթիռները, լիցքավորեն, որ նոր գան տեղ հասնեն։ Այստեղ պլատֆորմ չունեն, հա։ Այսինքն ըստ էության այդտեղ չկա, իրանքը օգտագործում է իր սուզանավերը, որ սուզանավերը այնտեղից մոտենան գալֆին, այսինքն այդ ծովածոցի եւ այնտեղից խփեն, էլի։ Այս ամենը ինչպես նաեւ ասենք Իսրայելի լրատվամիջոցները, երբ որ լսում եմ, նրանք անընդհատ կրկնում են այդ նույն բանը, որ Ամերիկայի հետ ճշտված է, Ամերիկան մեր հետ է, Ամերիկան մասնակցել է ծրագրի ստեղծմանը եւ այլն։ Ռուբիոն դա անձնավորություն է, որի հովանավորը Փաստորեն Էդելմանն է, Միրիամ Էդելմանը, միլիարդատիրոջ տիկին, որը 100 միլիոնից ավել ներդրեց Թրամփի ընտրությունների, ընտրապայքարի, ընտրավազքի,
վազքի ժամանակ նա դրեց մեծ շատ գումար եւ Ռուբիոն հասկանալի է որ դրա բայց անգամ նա չի կարողանում այդպիսի ռադիկալ որևէ հայտարարություն անել, երբ որ Մերիամ Էդելսոնը հետևում կանգնած է եւ նա ծայրահեղական, ասենք Իսրայելի երկրպագունը, ինքը ծագումնաբանական, ինչպես եւ ամուսինն էր Եվ այս տեսակետից ասենք շատ հարցեր կան, որոնք դեռ պատասխան կստանան այս 2 օրվա ընթացքում։ Այսինքն նաև այն հարցը դուք ունեք հարցի պատասխանը արդյոք կվերածի, որովհետև Նեթանյահուն ասաց, որ էլի ենք շարունակելու սա չավարտվեց սրանով հարվածն է, սա կդառնա պատերազմ, ոչ ցամաքային, գոնե այսպեսի օթային վիճակով կվերածի պատերազմի։ Գիտեք, դա հնարավոր է կամայական ծավալների պատերազմի վերջին հաշվով վերածվի, որովհետև եւ Իրանն է պատրաստվել այդ պատերազմին, եւ Իսրայելն է պատրաստվել այդ պատերազմին, եւ վերջապես չմոռանանք էլի, որ Նեթանյահուի 3 հայտարարություններից 2-ում հնչում է, որ ուղեղը պետքա ոչնչացվի մեր դեմ գործողությունների, որը Իրանն է, եւ միայն այդ դեպքում մենք կունենանք անվտանգության երաշխիքներ։ Պրոքսիներով չեն բավարարվում։ Հա, չէ, հիմա իրանք հայտարարում են, որ առաջինը պետքա այդ միջուկայինը վերանա, հարստացում ուրանի եւ այլն։ Երկրորդը պարտադիր երևույթ է իրանց համար, որ պետքա Իրանի հրթիռները չլնեն։ Այդ հրթիռները վտանգ են ներկայացնում Իսրայելի համար, ես ասեմ ինչի, որովհետև Իսրայելը փոքրիկ պետություն է, այնքան գերխիտ է ռազմական արտադրությունը, այն էլ փակ ցիկլերով, Թուրքիան չի էլի, որ ցիկլը փակ չեն արել, որովհետև նա միշտ կախման մեջ մնա, Իսրայելում փակ ցիկլերով արտադրությունը, որի հետևանքն է հասցված հարվածները ատոմային ռումբի ազդեցություն կարող են ունենալ։ Այսինքն այդ գոյություն ունեցող ռազմական արդյունաբերության բոլոր էլեմենտները ի վիճակի են պայթել, այրվել, ռադիացիա սփռել քիմիական ամպեր, որոնք խիստ վտանգավոր կարող են լինել ինչպես Իսրայելի, այնպես եւ հարակից երկրների համար, հիմա դրել են նաեւ սա եւ երրորդ կետը, որը իրանք այսօր ազդարարում են եւ հայտարարում են, դա նա է, որ իսկ այդ պրոքսիներին զինողը միայն Իրանն է, ով կտուժի, պարոն Խաչատրյան, սպարագամ։ Ձեր ասածից ենթադրում եմ, որ եթե սկսվի Իսրայելն ավելի կտուժի, հիմա որովհետև արտաքին պատկերով այսօրով տեսնում ենք, որ կարծես թե Իրանն է դեռևս տուժողի դերում, ով ավելի շատ կտուժի, ում ռազմական Գիտեք, այստեղ այսպեսին է հարցը, էլի, ժամանակին Իրանը շատ խորը գործընթաց է իրականացրել իր ներսում կորեացիների օգնությամբ, այլ ճիշտ վարձել է կորեացիներին, որոնք եկել են իրենք շատ հմուտ են թունելներ քանդելու հարցում, թունելն էլ փորելու նրա ռազմական պոտենցիալի, ինչպես նաև միջուկային արտադրության, այսինքն հարստացման այդ ցիկլի հիմնական զանգվածը 700-500 մետր խորության վրա է գտնվում։ Եվ եթե պատկերացնենք, որ դա լեռնային նյութ է, այդ բանը չի էլի, Իսրայելի անապատները չեն, այն անապատներում ինչ գցեցիր, այնտեղ քանդվի կգնա ավազա, դա ոչ մի բան է։ Այստեղ դժվար է ասել, որ կհասնի տեղ, առավել եւս Ամերիկան կարող է տավասնի այդ ռումբերը, բայց այդ նույն Բեյրութի ազդեցությունը չի ունենալու, ինչ որ խփեցին եւ այնտեղ Բեյրութում կոտորվեցին, ով ասես։ Այսինքն հիմա մենք սա տեսնում ենք, սա այն որ ասում եմ միջուկային ինչ որ օբյեկտ լաբորատորիաներ, բայց սա մակերեսում գտնվողներն են, հա, ոչ, այսինքն դա չի նշանակում, որ ընդհանուր հզորություններին են հասել։ Չէ, այնտեղից դուրս պետքա գա, այնուամենայնիվ նաև, այսինքն այդ թունելներից դուրս են գալու, նաև այդ այսպես կոչված հրթիռները, որոնք բալիստիկ են եւ որոնք ուղղահայաց բարձրանում են, ուղղահայաց իջնում են, բռնվել չկա։ Այսինքն այս շահեդները, որ ուղարկել են, անոթ սա դեռ սկիզբն է, Իրանը ուրիշ բաներ կարող է ուղարկել։ Ну, այսպես ասենք, դա հակաօթային պաշտպանության կետերը բարձելու համար է։ Իրանց գործողությունները այդպիսի տրամաբանությամբ այն ժամանակ էլ որ խփեցին հենց այսպես եղավ սկզբից այդ խափուսիկ շահիդները ուղարկեցին խփեցին ամբողջ հարցնանում որ Իրանի հակաօթային պաշտպանությունը նոր է բերած դրած որտեվ այն հարվածի ժամանակ մենք իհարկե այդ մասին չենք խոսել բայց Իսրայելի հակաօթային պաշտպանությունը համարյա վերացավ Այսինքն Իրանի հասցրած հարվածը ամենահայտնին է։ Նու իրանք էին շատ գովում, հա, որ երկաթե գմբեթ, այդ գմբեթից անցնել հնարավոր չի, բայց այդ խափուսիկներով բացահայտեցին, ոչնչացրեցին եւ այդ մասին լռեցին։ Բոլոր կողմերը էլ չխոսացին այդ մասին։ Իրանը դե խոր, այսպես է, էլի, բոլոր իմպերիաները, որոնք հազարամյակների իմպերիաներ են եղել, երբեք մի մտածեք, որ նրանք չեն հասկանում գործից որ նրանք խորը չեն, նրանք ահավոր խորն են։ Եւ նրանք եւ ինչա՞ չէ, չինացիների ասած խոսքը գլխավոր, որ ստրատեգիան դա այն չի, ինչ որ մարդիկ իրանց ուղեղներից դուրս են բերում։ Ոչ, ստրատեգիան դա
ճշգրիտ ուղղությամբ կատարած փոքրիկ քայլերն են։ Այսինքն վաղ է դեռ ասել, որ Իսրայելը հաղթելու է կամ դեռ ես նույնիսկ չգիտեմ Իսրայելը դա արել է նաև հաշվի առնելով Ֆրանսիայում տեղի ունեցողը այսօրվա, երբ որ ոդկի ա կանգնել Ֆրանսիայի ժողովուրդը, իրանք հայտարարում են, որ 100,000-ավոր մարդիկ դուրս են գալիս փողոցները Փարիզում եւ մնացած բոլոր քաղաքներում եւ բողոքում են ընդդեմ գենոցիդի, որի մասին լռում է ամբողջ մամուլը։ Ինչ է նշանակում, որ այնտեղ ընթանում է գենոցիդ, ասենք Իսրայելի կողմից հրավիրվում են մարդիկ, որ գան սնունդը տանեն սովյալներին, որ սովից չմահանան, եւ այս եկածներին գնդակահարում են։ Դա մեկ անգամ, երկու անգամ, 5 անգամ։ Հիմա Եվրոպայով մեկ ալիքա ընթանում, որ վերեք բացախոսության գնանք արդեն։ Մենք չենք կարող sense դա բերելու է Եվրոպայում էլ լուրջ փոփոխությունների, քաղաքական իհարկե, ընտրություններում այս իշխանությունները ժամանակն է որ պարտվեն, որովհետեւ 30 տարի է կառուցվել է այնպես, որ գա Մակրոնը։ 30 տարի է կառուցվել է այնպես, որ Անալենա Բերբոկը գա։ 30 տարի է կառուցվել է այնպես, որ Շոլցը գա, որը չի հասկանում Գերմանիայի շահը որն է։ Ինչ Գերմանիայի շահ, եթե դու հարվածի տակ ես դնում Գերմանիան։ Որտեղ է պարոն Խաչատրյան, ամենակարևորը հարցում Իրանի մասով։ Այսինքն Թրամփը հիմա կարող է սա օգտագործել ուղղակի որպես ճնշում Իսրայելին էլ Իրանին ասել եկեք նստենք բանակցություն։ Այսինքն ինքը ավելի շատ բանակցության կողմնակից է հաշվի առնելով Թրամփի մինչ այդ։ Գիտեք, ես իրան լավ հասկանում եմ այն առումով, որ ինքը բիզնեսմեն է։ Որպես բիզնեսմեն ինքը շատ լավ հասկանում է, որ պետք է վերականգնել Ամերիկայի առավելությունները։ Ամերիկայի առավելությունները պատերազմելը չի։ Նա ոչ մի պատերազմ վերջին 40-50 տարում չի հաղթել։ Անընդհատ պարտվել է Ամերիկան։ Որքան պարադոքսալ է, կարծում նաև ոչնչացված Իրանն էլ չի։ Ինքը չի ուզում։ Ինչի մասն է խոսքը։ Ինքը չի էլ ուզում որ այդ ոչչացնի, ինչի մար ոչչացնի, բայց ինքը համարում է որ միայն իրենց առավելությունները զարգացնելով իրանք նորից կդառնան Make America Great Again, որ ինքը ասում է, դա իր պատկերացումների մեջ տնտեսականային վերելքն է, որը նորից Ամերիկան կդարձնի, ասենք 30-ից 60%-ի արտադրողը աշխարհում եղած հնայի, էլի։ Հա, Իրանում բարեփոխիչներն են, Փեզեշքյանն է, եւ դա եւ պլյուս Թրամփը երկուսը իրար դա տալիս է շանս, որ այս ամենը ի վերջո կավարտի բանակցությամբ, այսինքն կզսպի Իսրայելին ամենը դա։ Ну, ես համարում եմ, որ ԱՄՆ-ը պետք է զսպի այնպես, ինչպես Ռոնալդ Ռեյգանն էր զսպում։ Ես կարող եմ բերեմ օրինակը, էլի 1992 թվական, երբ որ հрьяաները քոչել են խորհրդային միությունից, գնացել են Իսրայել եւ այստեղ պետք է անցնի հերթական ընտրությունները, որտեղ պետք է ընտրվի վարչապետը, այսինքն ներկայացնի, այնտեղ Իցխակ կներեք, մեկը Իցխակ Ռաբինն է, մեկը Իցխակ Շամիրը։ Իցխակ Շամիրը նախորդող վարչապետն է, բայց նա հարգված է, որովհետև տերորիստական ակտերը արել են ամենավաղ փուլում Իսրայելի համար եւ այլն, բայց գալիս է ամերիկյան պատվիրակությունը։ Ռոնալդ Ռեյգանը ուղարկում է պատվիրակություն սենատորներից եւ կոնգրեսմեններից բաղկացած, որոնք հրապարակավ ուղղակի հայտարարում են, եթե դուք ուզում եք գնաք Իցխակ Շամիրին ընտրեք, ձեր ամենածայրահեղականներից մեկին, ուրեմն դուք ոչինչ Ամերիկայից չեք ստանալու։ Սովետական միությունից փախել եկել է միլիոնավոր հрьяաներ, եւ այդ մի քանի միլիոն հрьяաների համար դուք կարիք ունեք 25 միլիարդ դոլարի, որպեսզի նրանց նատուրալիզացնեք։ Մենք այդ կտանք մենակ եթե գնանք, այսինքն բաց այդ ընտրակաշարքի տարբերակով, բայց Ռեյգանի ճնշմամբ նրանք գնացին սուսուփուս ընտրեցին Իցխակ Ռաբինին, վերջում էլ սպանեցին այդ խեղճի Իցխակ Ռաբինին։ Թրամփը կարող է այդպես խառնվել ներքին կյանքին։ Այդպես անել։ Ցույց տվեց, չէ, երբ որ նա ուղարկեց իր ներկայացուցիչին եւ հատուկ նշանակեց, որ կգնաս այնտեղ շաբաթ օրը։ Շաբաթ օրը ոչ մի բան չի կարելի անել։ Շամբաթն է, այսպես ասած իրենց։ Եվ Նեթանյախուին կկանչես, որ գա քո մոտ։ Այսինքն դու կասես արի աշխատանքի։ Նեթանյախուն չկարողացավ մերժել։ Քվեկացավ եկա, բոլորը տեսան, որ նա չի կարող մերժել։ Ունի այդ լծակները, կարճ ասենք, Թրամփը ունի այդ լծակները, ամեն ինչը կանգնեցնելու։ Ոչ մի խնդիր, եթե մտքին դրես կանգնացնի։ Լավ, մեր մասով էլ այս թեման մեր մասով ավարտենք, որտեղ արդեն առավոտից մեր հայ վերլուծաբանները, թուրքագետները եւ այլն տարածաշրջանային մասնագետները ասում են, որ ուղիղ կախված այդ վտանգը, իրանագետներն էլ հաշվի առնելով այդ իմ նշած նաեւ զորավարությունները, որ օրինակ հաջորդ ճնշման լծակ, ասացին, կարող է Իրանի վրա ճնշման, կարող է Սյունիքը, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվանան օգտվելով Իրանի։ Այդ ռեալ է դա մոտ է մեզ հիմա այդ վտանգը, որ մեր մասով իրենք ակտիվանան։ Գիտեք, յուրաքանչյուր պատերազմական գործողություն երբ որ սկսվում է, կատարյալ հաշվարկների դեպքում դու կարող ես հաշվարկել ոչ ավել քան 30%-ը։ Մնացած 70%-ը դա սպոնտան ընթացող դինամիկայի, ընթացող գործառույթների հետևանքն է լինում։ Եվ երկրից երեսին շվեդներին շատ չեմ հարգում, բայց այդ մի խոսքը ես իրանց շատ սիրում եմ, իրանք ասում են, որ ավելի մեծ ուժ երկրից երեսին եւ անհաղթահարելի գոյություն ունի, քան հանգամանքների համընկնումը։
որովհետև մենք չգիտենք ինչ հանգամանքներ կհամընկնեն այստեղ։ Մենք նկարագրեցինք, որ դաշտը ունի իր զարգացման հնարավորությունները, բայց դրանք ընդհանուր առմամբ այսօրվա համար հասկանալի լեզվով ասենք օպցիաներ են, որը վերջին հաշվով կգերխտանա, որը կկենտրոնանա, որում կտեսնեն ապագան, կխեղճացնեն մինչև վերջ ասենք Իրանին, թե ինչ-որ չափով կխեղճացնեն Իսրայելին, դա կազդի Թուրքիայի վրա, կասկած չունենաք այդ դեպքում, որովհետև ինչի համար Էրդողանը պարտվեց 22 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որովհետև թերթերը լցվեց այն տվյալները, որ ինքը Իսրայելին ինչ հայհոյան կասես տալիս է, բայց ինչպես ասում են տկևանց, նրան վաճառում է զենք, վաճառում է վառելանյութ, այն ամենը ինչով նա կռվում է, ըստ էության մի զգալի մասով Թուրքիայից է ստանում։ Ինչի հետևանքով այս Թուրքիայում մարդիկ խաբված հասկացան, որ Էրդողանին քվեարկել չի կարելի օգուտ։ Այս ամենով հանդերձ սպասենք, այսինքն մենք ակտիվացում մեր ուղղությամբ, այսպես ասեն օգտվել իրավիճակից եւ մտնել Սյունիք, իրեն ուզածը վերցնել Միչանսկ եւ այլ եւ այլ։ Իրանը արդեն երևի 100-րդ անգամ ասում է, որ այդպիսի խնդիր գոյություն չունի։ Հիմա Իրանի գլուխը խառն է, դա եմ ասում։ Իրանի գլուխը խառն է, բայց միևնույնն է, Իրանը ասում է, որ թող այդ ցինիկ արտահայտությունները այլևս չանեն, որ մենք ճանապարհ չունենք, թուրքական երկու պետությունները միանում են իրար Արաս կոչվող ճանապարհով, որը Պարսկաստանով ընթանում է, նույն կերպ ընթանում է, գնում մտնում է այնտեղ, որևէ խնդիր այդ առումով չկա, այս մարդիկ հերիք չի բարձրացնում են այդ հարցը, մի հատ էլ Նիկոլ Փաշինյանին քիչ ամնում պարտադրվի, որ պետքա տաս ավտոնոմիա Սյունիքին։ Էրդողանի ուղղակի խոսացած նա իր հետ, երբ որ ասում է ավտոնոմիա, մենք հասկանանք էլի մոնոնացիոնալ Հայաստանում ինչ ավտոնոմիա, ինչի հիման վրա ավտոնոմիա, այսինքն 99.5%, 99% հայեր են ապրում, ինչ ավտոնոմիա էլ, ինչի մասն է այդ խոսակցությունը, Մենք հիմա խոսում ենք տրամաբանությունից, բայց իրենք կարող շարժվեն ուժի տեսանկյունից եւ այս ամեն ինչ օգտագործելով։ Այդ հայտարարությունը ուղղակի կապված էր այն բանի հետ, որ նա լավ գիտակցում է, որ այստեղ հակակոռուպցիոն ծրագիր իրականացված չի եւ եթե ավտոնոմիա կա, ուրեմն տեղի իշխանիկներին այդ համեմատաբար փոքր անձանց ինչ որ քոր կոպեկներով ի վիճակի է ինքը գնել եւ իր ուզածը այնտեղ իրականացնել, ինչպես Վրաստանում իրականացվել է Աջարիայի օտարումը ինչ է։ Այդ Աբխազիան հասկացանք հələ դեռ չեն օտարել, բայց էլի փորձեն կատարել։ Ինքս Սյունիքից Աջարիա ստանալ, հա։ Իհարկե։ Այսինքն ինչ է տեղի, դե չեմ կարծում էլի, որ ինքը տենց բացառիկ հաշվարկում է, այնտեղ չի հաշվի չի առնում, որ այնտեղ թուրքերենը դառել է մայրենի լեզու, իսկ ինչ թուրքերեն, ախպեր։ Ասենք մենք հայեր ենք ապրում ենք 99.5%, 99% հայեր ենք, բոլորին հարգում ենք, հույներ էլ ունենք, ասորիներ էլ ունենք, կան փոքրամասնություններ, բայց նրանք դերակատարություն չունեն, որպեսզի որ հարվածային ուժ որպես օգտագործվեն, այդպեսի բան չկա, այստեղ պրոքսիներ չեն էլ կարող լինել։ Դրա համար ինքը հայտարարում է, դա ինչ որ այդ օծի քաղաքականությունն է, էլի վարում ինչպեսին որ ժամանակին թուրքերը իրանց կոչում են։ Չէ, պարոն Խաչատրյան, վտանգ չկա գործողության, թեկուզ նույն Նախիջևանի կողմից։ Այսինքն մենք դրան համարժեք հիմա արձագանքում ենք այդ սպասվող վտանգին։ Ընդհանրապես կա այդ վտանգը թե չէ, ձեր կարծիքով։ Ну, այսպես է, էլի, եթե հանգարց պարզվեց, որ գնալու են այդ քայլերին, որը շատ դա պետք է մի 100 անգամ մտածել նոր, էլի, որովհետև ոչ մեկը չի կարող երաշխիքներ տալ, որ այդ դեպքում չի խառնվելու Հնդկաստանը, Պարսկաստանը ուղղակի միջամտություն չի անելու, եթե զորքերը հետ չի քաշում Ադրբեջանի սահմանից հանուն, որի այս օպերացիան կարող է հենց հանուն դրա է ընթանում։ Ախր ամբողջ հարցը դրանում է, որ ոչ մի կերպ չստացվեց։ Հարավը ռմբակոծեցին, հյուսիս չեն հասնում ինքնաթիռները Իսրայելի ու բոլորի համար պարզ դարձավ, որ ուզում են, որ այստեղից քաշեն, որովհետև Ալիևը վախենում է իրավիճակից։ Քանի որ 4 բազաներ կան, որտեղից իրան չեն հարցնում, դու ուզում ես թռցնենք ստեղից ԱԹՍ-ներ, չենք ուզում, հələ դեռ մինչև հիմա Իրանի վրա գցում են այդ ԱԹՍ-ները, թռնում են, հետախուզական տվյալներ են բերում, որոշ դեպքում հարվածներ են հասցնում։ Առանց իր ասելու, հա, կիրառում են Ադրբեջանի տակ։ Դա Իսրայելի այսպես կոչված բազաներն են, ինչո՞ն դու Ադրբեջանը որ ասում են, էլի։ Հա, այդտեղ արվում է, ինչից ելնելով հիմա կանգնած են, այդ քսիրը կանգնած է, այդ լավագույն մարտական միավորները, որպեսզի տեղ այդ հարցը ոչ միայն փակվի, այլ պատեհ առիթով դրանք ուղղակի ոչնչացվեն։ Այսինքն ճիշտ հակառակն է, հիմա այս պահին ավելի կվախենան դանել, ճիշտ եմ դες հասկանում, այն իմ ասածը անել։ Իհարկե, եթե ուրիշ հարց է, որ Իրանին հասցվել է հարված, որից հետո այդ երկիրը չի կարողանում խելքի գալ եւ այլն, բայց եթե ամեն ինչ ընթանալու է սովորական պատերազմական գործողությունների տրամաբանության մեջ, Ադրբեջանի կամայական տատանումը իր համար մահացու կարող լինի։ Ես նորից եմ կրկնում այդ բառերը։
կամայական տատանումը այս ուղղության վրա իր համար մահացու կարող լինի, որտեվ 100 անգամ ասվել է, որ Արազի ճանապարհով գնացեք, եկեք, ոչ մի խնդիր չկա։ Ինչի՞ եք դուք բարձրացնում հարց, որը Իրանի վերջին պատուհանը դեպի հյուսիս փակում է։ Բայց դա միայն մի դեպքում, եթե Իրանը դեռ այսօրվա վիճակում է, ճիշտ եմ ձեզ հասկանում, եթե Իրանը լինում է այն մեր նշած թուլացած, կիսավոչնչացած, այլևս ոչինչ չի զսպում Ադրբեջանին։ Նո, այսպես ասենք, էլի ես չեմ բացառում, որ այդ դեպքում Հայաստանի համար ոտքի կանգնեն ուրիշ ուժեր էլ, էլի, եւ Հնդկաստան, եւ Ռուսաստան, իրենց շահերի համար իրենց շահ։ Չէ, մենք այս մի բան բերեք պայմանավորվենք, էլի Արկադի ջան։ Մենք երբ որ խոսում ենք, որ մեր պատմական արժանինքների համար, շատերի համար շատ բան են կարել, Չինաստանի համար ենք մեծ բաներ արել 16-17 դարում, անասելի մեծ, չգիտեմ, Հնդկաստանի համար էլ չասած, Հնդկա-Չինի երկրան, մոռացեք այդ ամեն ինչը։ Մենք պետքա գործ ունենանք միայն նրանց հետ, ում շահերը համընկնում են մեր շահերի հետ։ Քաղաքականության մեջ ուրիշ չափորոշիչ գոյություն չունի։ Համընկնում է, թե ոչ։ Այո, հա, Հնդկաստանում կա տրադիցիա, որ հայերը լավն են իրանց համար, որովհետև երբ որ իրանց անգլիացիները արհեստական սովի հետևանքով միլիոնավոր մարդիկ էին կոտորում, առաջին ապստամբեց հայկական հեծելակը։ Անգլիական զորքում հայկական հեծելակը ապստամբեց անգլիացիների դեմ անմարդկային վերաբերմունքի համար հնդիկների հետ։ Մի ոնց կարան այդ հնդկացիները մոռանան դա։ Այդ հնդկացիները չէ, էլի հինդուսները մոռանան։ Ոնց կլինի, որ նրանք մոռանան դա։ Բայց միևնույնն է, մինչև շահերի համընկնում չլինի, տեղից շարժվող չկա այսօր։ Այսինքն միանշանակ չէ, էլի այդ պնդումը, որ անպայման կլինի թուրք-ադրբեջանական ներխուժում։ Մի ուրիշ բան էլ նայենք, էլի մենք նշեցինք, ասենք, Չինաստանի հետ որոշակի հարաբերություններ, իհարկե Հնդկաստանի հետ, Իրանի հետ, Ռուսաստանի հետ, այսինքն սրանք զգալիորեն ավելի գերակա ուժ են հատկապես այս տարածաշրջանում, քան մնացած բոլորը իրար հետ վերցրած։ Մեր իշխանությունները այդ ուղղությամբ քայլեր անում։ Մեր իշխանությունները այդ ուղղությամբ թերի են աշխատել, կոպիտ սխալներ են թույլ տվել, որ մենք հայտնվել ենք իզոլյացիայի մեջ պատերազմի ժամանակ 44 օրյա։ Դա պետքա խոստովանենք, եւ ես չեմ գտնում, որ դա որևէ մեկի վրայից մեղքը պետքա հանվի։ Ոչ, հետևանքները վերացրել են, հիմա գնացել են հաջորդ պատերազմը կանխելու համար։ Բայց ինչի՞ պիտի չգնան։ Չէ, դուք տեսնում եք, որ գնում են, դա նկատի ունեմ։ Չէ, ես տեսնում եմ, որ ակտիվանում է, ասենք, գործողությունները դեպի Հնդկաստան, հնդկական ուղղության վրա։ Ես տեսնում եմ, որ ասենք Իրանի հետ հարաբերություններում էլի զգուշավոր, այդ ինչի զգուշավոր, եթե պատերազմը շեմին կանգնած է, հիմա էլ ընթանում է։ Ավելի ակտիվ։ Ինչի զգուշ, շատ ավելի ակտիվ պետքա լինել, պետքա բոլորի հետ բանակցել այն հարցի կապակցությամբ, թե արդյոք երաշխիքներ նրանք կտան Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը պատերազմական գործողությունների դեպքում։ Եթե այդ ամենը չի արվելու, մի վերջին հաշվով ինչ ասեք կգայել, այն որ ասում է, եթե խելք ունես ամեն ինչ հետ կբերես, եթե խելք չունես, անխելքի տերը սատանան է։ Գանք Հայաստանը, ում դեմ է Փաշինյանի արշավը, ունեք կոնկրետ պատասխան, կաթողիկոսի, եկեղեցու, որպես ինստիտուտի, քրիստոնեության ընդհանրապես այս ճյուղի, ում դեմ է եւ որն է նպատակը ձեր կարծիքով, եթե ունեք հակիր ձևակերպ։ Գիտեք, նախ ես ուզում եմ մի պոստուլատ սկզբից մի հատ ասեմ, որը պարզ լինի։ Եթե որևէ պահարանի մեջ կան կմախքներ, մի բացեք հիշելով թեկուզային, որ առաջինը ձեր վրա են լցվելու այդ կմախքները։ Մի բացեք այդ դուռը։ Փաշինյանն եք ասում։ Հա, իհարկե։ Իհարկե, որովհետև ձեր վրա են լցվելու այդ կմախքները, իսկ ինչի եք ուզում, որ դա ձեր վրա լցվի, երբ որ դուք մուտք եք գործել վերջին տարին, որը ընտրություններով է ավարտվելու։ Տարի էլ չկա արդեն, որ ընտրություններով պետք է ավարտվի։ Գուցե մտածում եք կմախքներ իրեն կօգնեն։ Չէ, կմախքները իր վրա են լցվել։ Հիմա հասկանում եք, դա այդպես չի, էլի, ինքը երկակի իրավիճակ է, որը հարվածում է Փաշինյանի գլխավոր այսօր մեր մոտ հերոստատեսությամբ ասում են, որ ինքը ուզում է ինչ-որ բանը ընտրական զանգված իր համար առանձնացնի բամը, ես դրան ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որովհետև եթե անընդհատ հարվածի տակ է դրվում նրա ընտանիքի ոչ տրադիցիոն լինելը, դա ճնշող ազդեցություն է ունենում նրա այն էլեկտորատի վրա, որոնք գյուղերում են գտնվում, եւ նրանց համար Փաշինյանի արած գործը ինչ որտեղ արժեք է, որից ելնելով նրանք պատրաստ են նաեւ գնալ քվեարկել։ Լավ։ Հիմա նպատակը ում դեմ է եւ ինչ է ուզում։ Ում դեմ է ձեր կարծիքով։ Անձի դեմ է, ինստիտուտի դեմ է, ում դեմ է։ Նո, այսպես ասենք, էլի լավ չի պատկերացվում այն հանգամանքը, որ դրանք բացարձակ տարբեր կառույցներ են։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունից զգալիորեն ավելի մեծ է Էջմիածինը։ Այսինքն նա համաշխարհային կառույց է, սա լոկալ կառույց է։ Փոխանակ մենք բերենք
ներդաշնակության այնպիսի հարաբերությունների, որ ստանանք սիներգիա, այսինքն այն էներգիան, որը ի վիճակի է ամենուր մտնել, բազմավեկտոր դիվանագիտություն եւ քաղաքական մոտեցումներ ձևակերպել, այդ ամենի փոխարեն մենք ստե ինչ որ գզվրտուկով, սա ինձ հիշեցնում է 70 թվի այդ բանի էլի այդ Երուսաղեմի պաշարումը էլի, երբ որ Տիտոսը մոտենում է, մեկ էլ Փարիսներից իջնում փախներ, ես սուր եմ փախնում, բան էլի, դե ինքը ապագա կայսրն է, ասում են իրար են մորթում, ասած բռնում բերում են, ասում են իրար են մորթում Երուսաղեմ հնարավոր չի ապրել, ոնց, ասում հա վիճում են իրար հետ, թե զոհաբերությունների կարգը ոնց պետք է լինի, այսինքն ձևական բաների համար ու ընթանում է կոտորած, գիշերը կանգ չի առնում այդ կոտորածը, ապրել հնարավոր չի, ավելի լավ է մենք ասում եմ շատ լավ է էլի, հիմա հետ քաշվեք բոլորդ, մենք ստեղ ուղղակի պիտի նստենք, սպասենք եւ հենդերները բացելու գանն գնեն վոտերներս, թե արի մի հատ կարգ հաստատի, որտեվ այնտեղ իրար մորթում են։ Հիմա չգնանք այդ ճանապարհին չգնանք, խզում չառաջացնենք։ Մենք պատերազմական գործողությունների դաշտում ենք։ Մեր միակ փրկությունը միասնական Հայաստանն է, միասնականացումն է Հայաստանի եւ Սփյուռքի։ Դա է ուզում վարչապետը, Փաշինյանը հակառակն է։ Դե չէ, հակառակն է ստացվում։ Հիմա ինչ ասեմ, այդ ինչի է հակառակը ուզում։ Ինչի է հակառակը։ Ճիշտ հասկացա, որ համաշխարհային այդ նշանակությունը ուզում է եկեղեցին ուզում է բերել տեղավորել, նեղացնել, դարձնել Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը։ Չէ, դա աբսուրդ է, որտեղ դա հնարավոր չի։ Այդպես ոնց որ հիմա մեզ փորձեն այս բաժակի մեջ տեղավորել։ Չէ, աբսուրդ, դա է ուզում, այդպես է դուրս գալիս։ Չէ, դա հասկանում եք, դա հիմա ծանր բան եմ ասելու, բայց ամեն դեպքում դա ին վրա տպավորություն է թողնում արտաքին շահեր ունեցողների թելադրանքի, որովհետև ներքին շահերը ես չեմ հասկանում։ Չեմ տեսնում։ Թուրքիա, Ադրբեջան։ Չէ, Թուրքիան ու Ադրբեջանը չափից ավելի փոքրիկ են, որպեսզի միջազգային կառույցների դեմ ինչ-որ մի բան անեն, ինչպիսին է հայոց առաքելական եկեղեցին, այսինքն դա կոնսոլիդացված արևմուտքի թև է, որը ասենք ունի բացարձակ ազդեցություն, ասենք մեր երկրի ներկա իշխանությունների վրա, մենակ դրանով կարելի է բացատրել։ Իրենց ձեռ չի տալիս եկեղեցու էս մեր իրավիճակը, չէ, նրանք պարբերաբար եկեղեցին մեր դրել են հարվածի տակ, լավ իմանալով, որ եկեղեցին հարվածի տակ է ընկնում այն ժամանակ, երբ որ հարվածում են կաթողիկոսին, ուղիղ կաթողիկոսին, որտեղ նա միաբևեռ կառույց է, եւ բոլոր ուժագծերը գալիս կանգ են առնում կաթողիկոսի վրա։ Եթե դու պարալիզում ես հարվածով, կաթողիկոսին դրում ես քննադատության տակ, պարալիզում է ամբողջ համակարգը։ Լսեք, դա եղել է, տեսել ենք, ես դրա դեմ պայքարել եմ, նախորդող իշխանությունների ժամանակ նույնիսկ ես խնդրել եմ, որ ասենք եթե հնարավոր է մի հատ դիտարկենք Հռոմի Պապի ելույթը այստեղ, էլի, երբ որ եկավ, հայտարարեց, որ եկել է ուխտագնա եւ մի հատ այդ ինչ որ կարդում է այդ մարդը, մի հատ նստենք մանրամասնորեն փորձենք հասկանալ, էլի, որովհետեւ դուք նայում եք, որ դա եկավ խոսած գնաց։ Այդ մի էջը, որ ինքը կարդացել է, 1000 մարդ է վրան աշխատե, 1000 սուպեր պրոֆի։ Կաթոլիկ եկեղեցին իրակաշռով ֆենոմենալ է։ Բոլոր տեսակի մեր իմացած մի վեցերը, չգիտեմ, կենտրոնական հետախուզական վարչությունները, բոլորն իրար հետ վերցած կմտնեն նրա մեջ չի էլ զգա։ Այնքան ինքը լրտեսական ցանց ունի սփռած աշխարհով մեկ բոլոր հարթությունների վրա հավաքած եւ չմոռանանք էլի, եթե այսօր աշխարհը փողով է չափվում, հիմա Հռոմի այսպես կոչված ֆինանսատնտեսական կենտրոնը որպես բանկային գործառույթ տարին 14% հավելում է անում դրածը փողի։ Երբ որ աշխարհով մեկ 3%-ի համար մարդիկ ծափծիծաղ պար են գալիս։ Փաշինյանը պատվեր է կատարում, այսպես դուս եկավ։ Ես չեմ տեսնում ուրիշ բան։ Հիմա երբ որ ասենք, որ հա, նա անձամբ ասենք չի սիրում կաթողիկոսին։ Հա չի սիրում, թող չսիրի, այդ ոչ մեկը չի ասում, որ պետքա սիրի կաթողիկոսին։ Չէ, բայց դրանից չի հետևում, որ սիստեմ եք տեսնում, սիստեմատիկ եք։ Հիմա լավ, բերեք վերցնենք մյուսը։ Լավ, այս չի տեսնում, դնեցի, կարող է չի տեսնում, ինքը չի ընկալում այդքան խորը միգուցե, բայց հիմա լավ հանեցինք, ասենք թե մի պահ հիպոթետիկ, որը հնարավոր չի։ Հնարավոր չի, ինչ են սպանել Հռոմի Պապերին, որտեղ հնարավոր չի անելը։ Թե չէ կհանեին էլի, ինչ են սպանել Հռոմի Պապերին։ Մեր մոտ բանը Խորեն Մուրադբեկյանին ինչ են սպանել։ Այս կաթողիկոսին։ Այսինքն պետություն եկեղեցի հակամարտությունում միշտ պարտվում է պետություն։ Պետությունը չի կարողանալու։ Բայց լավ ասենք, թե կարողացավ։ Ով ասել, որ հաջորդ իշխանությունն էլ իր քիմքին համապատասխան չի ուզի մի ուրիշ կաթողիկոս բերել։ Ով ասել։ Բացվում այդ դուռը վերջ։ Եվ եթե մենք ասում ենք, որ այդ կմախների պահարանը կարելի է բացել այդ կմախները ջանդամ թե չեն ընկնի մեր վրա էլ ուրիշների վրա, բայց այնուամենայնիվ մենք մինչև վերջ կտանենք, հայտարարություններ են կանում, որ մենք կհավաքենք մասսա եւ կգնանք Էշմիածնի վրա, այ ձեր ցավ տանեմ։ Լավ, թողենք մի կողմ այդ 70 թվի պաշարումը Երուսաղեմի։ Լավ։
դուք չեք տեսել, որ ձեր հերթական ամեն ընտրությունում ձեր հավաքած զանգվածը շիջում է։ Մարում է նրանց մեջ կրակը։ Վերջանում է։ Դուք ցուցակով մարդիկ եք հավաքել, եղել է։ Քաղաքապետական ընտրությունների ժամանակ բոլորս էլ իմացել ենք, թերթերն էլ գրել են, զանգվածային լրատվամիջոցներն էլ ցույց են տվել եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա հասկանալի է, որ ռեսուրսի բացակայության պայմաններում սա ինչ քարոզչություն է հողոր տալից։ Եթե չկա այն պոտենցիալը, որը ստեղծի հասարակական կարծիք, ճնշող, հիմա ժողովրդի որ տոկոսն է համաձայն կաթողիկոսի հեռացմանը։ 16 Որովհետև 70% ունի հակառակ լավ եկեղեցին 70%-ի աջակցություն ըստ հարցումների։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած նեգատիվը արդեն անցել է 70%-ը։ Այդ 70%-ով չի վերջանում։ Ամբողջ հարցը դրանում է, դինամիկան աճում է։ Ես չեմ հասկանում, պատմականորեն եկեղեցուն հաղթել անել, Խորեն Մուրադբեկյանին պատահական չբերեցիք օրինակ։ Ասեմ, mən ֆիզիկական ոչնչացմամբ կարող ես անել, անգամ խորհրդային կայսրություն։ Դուք գրացիք խորհրդային կայսրության օրինակը բերեցիք։ Եթե նա չի կարողացել, դե մի դուք պատկերացրեք, էլի որ դե մենք մանրիկ ենք, էլի նրա համեմատ, որովհետև նրա ժամանակ մենք ունեինք Վազգեն կաթողիկոս, որի դրվածքը խորհրդային միության համար դա Փարքի վերին եզրն էր իրա։ Երբ որ նա հայտարարեց, որ Աստվածահաճո ժողովուրդը խորհրդային միության ժողովուրդն է, որտեղ Աստծո եզակի սեփականությունը տիեզերքն է, իսկ առաջինը տիեզերք թույլ է տվել Յուրի Գագարինին, էլի, ուրեմն Աստված ընտրել է այս ժողովրդին 15 րոպե ծափ էր տալի ամբողջ պալիտ բյուրոյով, բանով բոլորը կանգնած, այսինքն նա մեծ ստրատեգ էր, բայց նա կազմակերպիչ չէր։ Ցավոք սրտի, նա իմ բարձրագույն էակն է, էլի իմ համար մեր կաթողիկոսների մեջ ու տեսել եմ իհարկե, չեմ կարող ասել Ներսես Մեսն ինչպիսին ա եղել կամ ասենք այնտեղ Ներսես աշտարակցին, հա, գիտեմ ինչ որ բաներ կարդացել եմ, բայց դա բավարար չի։ Բայց ով է կազմակերպական առումով կառուցել եկեղեցին խորհրդային կարգերի փլուզումից հետո։ Ըստ էության Գարեգին երկրորդը։ Կամենում ենք մենք դա, չենք կամ ունի ինչ որ թերություններ, չունի թերություններ, իրան է հաջողվել դա անել։ Վազգեն Վեհափարին չի հաջողվել դա։ Գարեգին առաջինին էլ չի հաջողվել դա իրեն նախորդող։ Միգուցե այդ ինստիտուտն է վախեցնում իշխ ձեր ասած կուր կազմակերպած։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում Փաշինյանին, եթե այդ մարդկանց 55, եթե չեմ սխալվում, սրբազաններ, այսինքն եպիսկոպոսներ են ու արքեպիսկոպ ուրիշ բան, եպիսկոպոսներ են 55։ Հիմա այդ մարդիկ ասենք հայերի մեջ բերեք մի հատ բան անեմ, էլի մի հատ ուրիշ բանից խոսամ շատ կարճ։ Մեր մոտ միշտ լումա չէ որ ես հիշում եմ Լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, որ մի անգամ ասեց հերոստատեսան, որ ես ու ինքը մի թեթև այսպես խոսակցություն ունեցանք, ինքը ասեց փողը վերցրեք, ովքեր ձեզ փողը տալիս են ու գնացեք ձեր ուզածով ընտրեք։ Ես իրան ասի, որ ասենք ոնց էս նայում էլի, մենք քննարկեցինք, ինքը վեր կացավ ու ելույթ ունեցավ, ասեց ես սխալ եմ ասել։ Տենց բան չանեք, փողը չվերցնեք, ուղղակի չվերցնեք փողը։ Այսինքն պետք չի որ մարդիկ պոռնկանան, էլի, վերցնեն, գնան խափեն եւ այլն։ Բայց ինչ նախնդիրը, հայ ժողովուրդը չի կարողանում 10%-ից ավել խափի։ Եթե փողը վերցրել է, մեկը գնում ձայնը տալիս է։ Նա չի պոռնկացել դեռևս։ Առավել եւս, եթե այդ օրգանը պետքա քվեարկի ինչ որ բանի համար, դեմ գնայր հիմնադրին, դա չի լինելու։ Չեն էլ կարող մեջից մարդ, հասկանում ձեր միտքը, մարդ ներքաշել նկատի ունեք, հա, իշխանին։ Մի կարող այնտեղ մեկը երկուսը հայտնվեն, հիմա այս նոր հովերով տարված, տեղնտեղ կարգալույց կանեն բոլորով դրանց։ Ու կվերջանա կգնա։ Էս էլ ես բաց եթեր եմ հիմա փաստորեն տալու, որովհետեւ պարզ լինի էլի որ վազը գան այդ խնդիրներից։ Էլ հեչ պետք չի, մեզ հիմա մտածելու միլիոն խնդիրներ կա, նորից եմ ասում, մեր համար մարտահրավեր կոչվածը վերահացվել սպառնալիքների։ Այդ սպառնալիքների դեմն է պետք առնել։ Եթե եկավ ժամանակը մենք բոլորս էլ պետքա թողնենք մեր գործերը, վերցնենք ձեռքերս ինչ որ մի զենք, փորձենք գնալ պահել Հայաստանի սահմանները։ Հիմա բայց ինչ անես, ուրիշ ելք չկա, սա մերձավոր արևելքն է, այստեղ ուժով է հարցերը լուծվել։ Արիամբ է լուծվել, վառոթով է լուծվել։ Մենք էլ սրան նրան օգնել ենք շատ դեպքերում, Թուրքիային օրինակ մենք օգնել ենք եւ նրանք
ապերախտ են գտնվել էլի մինչև վերջ, որովհետև դե այդպեսին ա եղել իրանց էությունը։ Պարոն Խաչատրյան, ավարտենք էլի մի փոքր պատմական էքսկուրսով, ինչպես դեմն առնել է նաև բանալով։ Երեք առաջին նախագահը հիշեց Նիկոլա II-ի հայտնի 1903 թվականը, հետո 2 տարի ընդամենը պետություն չունեցող հայ հասարակությունը համախմբվեց, պետականություն տվյալ պահին չունեցող ռուսական ցարիզմի դեմ գնաց եւ պատմական փաստ է նորից ստիպված չեղյալ համարեց գույքի վեր։ Հիմա ասում էր Փաշինյանով է դա արդյոք նաեւ ակնարկ չէր թե որ լավ ժողովուրդ հիմա մենք չենք հիմա կարող ենք դիմագրավել ինչը որ արել ենք ռուսական ցարիզմի դեմ ինչը ովքեր ինչ շերտեր գույքը վերադարձրեցին, բայց չվերադարձրեցին ավելի կարևոր բան։ Հայկական փակ կազմակերպությունների կանոնադրությունները, որոնք բոլորը պետք է վավերացվեին միայն ու միայն էջմիածնում։ 1800-ից ավելի կանոնադրություն այնուամենայնիվ չվերադարձվեց։ Դա հա ծանր հարված էր մեր համար, այսպես ասենք էլի, բայց հիմա կա այդ եմ ասում, հիմա ով պետք է դեմ կանգնի։ Մենք ունենք այդ ովքեր են։ Չէ, մենք պետք է դեմ կանգնենք եւ Սփյուռքը պետք է դեմ կանգնի, որովհետեւ մի բան է, երբ որ մենք խոսում ենք Հայաստանից։ Ուրիշ հարց է, երբ որ սուբյեկտայնությունը մարդիկ պատկերացնում են հայոց բազմությամբ համաշխարհային։ Ամենայն հայոց կաթողիկոսն է վերջը։ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ հարցում իր ասելիքն ունի, իր ներարկելիքն ունի որպես էներգետիկա եւ միայն իշխանության հետ Հայաստանում գոյություն ունեցող ներդաշնակ հարաբերություններն է, որ կարող է միասնականացման այն մոդելը ստեղծել։ Ես կողմ եմ, ասենք, բիկամերային պարլամենտի, բայց նա նոր չի հասնել մի հպումով, մի տարում, 5 տարում նույնիսկ։ Գաղափար օդանավականը մի դեպ մարտակոչ չարեց, խոհեմությամբ սпасելու կոչ արեց։ Դա է ճիշտ դիրքորոշումը։ Իհարկե, եկեղեցին պետքա դրսևորի այն դիրքորոշումը, որը իր մեջ լարելային կրում է իշխանությունները գալիս են ու գնում, եկեղեցին հավերժ է եւ տեր է կանգնում իր հոտին։ Դա էր ասում Զվարթնոցը։ Դա է հենց Զվարթնոցի այդ խոսք։ Ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը չի գնացել կաթողիկոսի մոտ։ Չէ՞ որ նրանց միջև գոյություն ուներ խորը հակասություն, որտեղ ինքը չընդունեց կաթողիկոսին, երբ հիշում ենք, բոլորս էլ հիշում ենք, էլի այնց էլ վաղ պատմություն չի որ ասենք, հա, Խորեն Մուրադբեկյանի պես երբ են խեղդել, որտեղ են խեղդել։ Չէ, բայց գնացել է, որովհետև դա հոգու պարտք էր եկեղեցու առաջ։ Իր վրայով անցնելով գնացել է։ Որևէ խնդիր այդտեղ ես չեմ տեսնում, ես համարում եմ, որ դա տղամարդկային քայլ էր եւ անհրաժեշտ էր այսօր ցույց տալ, այսօր արարքներով է պետք ցույց տալ։ Արդեն բավարար է ինչքան խոսացել ենք։ Մեր երկրին գործեր են պետք իրականում։ Այդ հա լավ խոսում ենք, լավ ասում ենք, բայց կան նշանակալից խնդիրներ, որոնց շուրջ պետք է լինեն նշանակալից քայլեր։ Եվ ոչ թե էլի նորից sense գզվրտուկ բան, մի ճարում Լևի Կարինք սրան, մի ճարում Լևի Կարինք նրան։ Այսինքն տեսնում եք այդ քայլերի սաղմերը։ Եկեղեցու այսքան արձագանքը համարժեք եք համարում, ճիշտ հասկացա իրավիճակին, իսկ հասարակության մտավորականության քայլերը։ Ես համարժեք չեմ համարում, ես համարում եմ դա միակ ճիշտ է։ Լավ, իսկ հասարակության մեջ հակառակ դեպքում նա դառնում է կողմ։ Կողմ այդ նշանակում է, որ պետքա գան բախման։ Լավ, մեզ այդ բախումը ոչ մի կերպ։ Հասարակությունը դեռ լավ, անդրադառնանք դրան։ Մտավորականությունը մոտենում է նրան, ինչը պետք է վախեցնի մեր իշխանություններին, որովհետև յուրաքանչյուր մեկը մոտենում է նրան, որ մեր ուղղակի մասնակցությունը արդեն անհրաժեշտ է, որովհետև բոլորի համար սկսում է հասկանալի դառնալ, որ այս ընթացքը կարող է լինել կործանարար հարյուրավոր սերունդների երազանքների համար։ Մենակ ոչ միայն մեր համար, ոչ միայն մեր հաջորդ սերունդների համար, այլև նախորդող սերունդների մի 100 սերունդ երազել է, որ ինքը ունենա երկիր, ինքը այնուամենայնիվ իր մշակույթը կարողանա տրանսլացնել աշխարհին եւ իր սերունդների մեջ։ Հիմա ո՞նց ենք մենք պատկերացնում։ Այս գզվրտուկը ի՞նչն է շարժել։ Հա, շարժել է այն, որ մտավորականությունը ես ի նկատի չունեմ մտավորականությունը այն մարդկանց, ովքեր որ ասենք պատեհապաշտների մի խումբ էլ կա էլի, որ հա, մենակ մեր գործերը մի քիչ լավ լինի, ինչու իշխանության սեղանի փշրանքներով էլ կարող ենք բավարարվել էսեն, չէ, ես խոսքը վերաբերում եմ մտավորականներին։ Այսինքն այն անձանց, ում դու չես ծռի, հետ չես տանի, նրանք միշտ կանգնած կմնան, կարող է пассив են, բայց հիմա նրանք ակտիվանում են։ Ակտիվանում են եւ նրանք ես միշտ ասել եմ ու նորից կասեմ, էլի մտավորականների ընդհանուր ձևավորված կարծիքը շատ ավելի զորեղ է,
կամայական կուսակցության եւ կամայական կառույցի քարոզչությունից։ Հասել ենք այդ կետին ենք մոտեցել, այսինքն մինչև հիմա չկար դա, որ այո մոտ չկար դա։ Հիմա մոտենում ենք դրան, որովհետեւ բոլորի համար արդեն մաշկի վրա զգացողություն է սա։ Հասել են իրենց, կոպիտ ասած, հասնում են իրենց, եթե եկեղեցուն են հասել, այո հասնում են։ Սերվիզին է հասել, էլի, ասում են, քանի տեղանոց է, քանի ափսեր 12 տեղանոց սերվիզ էր, հա, հիմա մենք մոտեցել ենք դրան, եւ ես համարում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ լայն հասարակական քննարկումով այդ գործը մարենք եւ չտանենք հայ ժողովրդին արճակատման ճանապարհով, առավել եւս որ իշխանությունը այստեղ որսալու ձուկ չունի։ Եթե գնացիք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։